Ջանջիգերը շատ շտահելի շատ սրտան զրույցներն շարունակվում են բարի առավոտ ծրագրի շրջանակներում Արցախյան զրույցներն են ծոր տաղավարում հյուրընկալել ենք բանաստեղծական ելույթներում շատ ակտիվ գործունեություն ծավալող մի երիտասարդի հուվեր վերջի տարիներին ընդհանրապես ոչ միայն ուղղակի ասմունք հողալել եւ ընդհանրապես հաղորդավար, այլ շատ ակտիվ նաեւ գործունեություն էլ ծավալելիս մշակութային ոլորտում Արցախում ու այսօր նաեւ շարունակում այդ ամենը կազմակերպելը մեր եւ ձեր Նինել Գաբրիելյան, Նինել Պարլուս։ Շատ ուրախ եմ քեզ մեր տաղավարում կրկին հանդիպելի կապակցությամբ, խոսելիք իհարկե կա քեզ հետ, նախ ուզում նաև նշին վեճ նաև ուրախում քու այս վերջին ձեռքբերման կապակցությամբ, որովհետև եթե սխալվում չում, Արտաշատ քաղաքի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրենի պաշտոնակատարն ես եւ գյուդում վերհենստի շահված Քեսի բխուցնում ենք ասում ես այս գործոնի մնալի, այն գործոնի մնալի եւ կենտրոնին հետ կապված եւ կենտրոնի գործերից բացի նաեւ այդ ազատ ժամերը սոզում շատ ակտիվ կազմակերպիս։ Ոնց անցկենում օրդ։ Նախ ոնց մեր մեծերն միշտ վեր մի տղոնախ ընկինամ ասում մաղթանք ավն ասում, օրհնանք ավն ասում են տնորնետ շենինի, բերեկեթինի միշտ իրուր դալուինիք Հենց այս լավ տողերավը ես ողջունում ծես ու իսկապես մունք հենց ճանապարհանք անցկացալ կյանքի այնպիսի փորձությունների միջով ենք անցալ վեր միշտ պիտի լավատեսությունը մեր մեջ պահենք ու մեր տեսակը երբեք չփոխենք ու եթե մենք մշակութային ենք փորձենք դրսևորվենք մեր տեսակը պահենք փոխանցենք սվրցնենք ինչու՞ չէ նաև այդ մշակույթավը ապրենք ու ես սոր հենց այդ բանաձևավում առաջ քինամ ու ինձ ճակատագրի բերումով բախտավիճակվալ, որ հայտնվիմ Արտաշատի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում, դու մի անգամ մեր միջոցառումներին հրավիրված ես իրել հացի տոնին, բայց տեսալ չես մեր մշակույթի կենտրոնը, ինքը մեծ սենց լայնոց շենք է ու սենց կամարներ կա, ամեն անգամ ես այդ աստիճաներավը պիցրնալիս մի հատ այդ կամարներին վեր նայում, Այդ ջիղը ստեղն անգնում, այդ նորից աշխատասիրությունս կյամա, ինչքան փորձություն կա այդ պահին մոռանում ու երբ մտնում այդ շենք։ Ու այդ շենքը, այդ մթնոլորտը, այդ կոլեկտիվը, այդ աշխատանքը սոր ինձ ապրեցնում է։ Եվ շատ ուրախում եք գրեց հավես հատե այդ մտնոլորտում քեզ նորից գտնիս եւ կողքետ կան հանց մարդիկ վեր պատրաստել քեզ միշտ ոգի ուժ տան, որովհետեւ ինչ էլ չինի երբեմն նաեւ հոգեբանորեն ինում ավեր ստի մի պա ավելի շատ զգացմունքներ են առաջ կամպեն, բայց կոլեկտիվը եթե կողքետ կանգնած է, ոնց դու ասալ դալուինի կյուրյուր, մոզ դիեր եթե կոլեկտիվը դալու է եւ դու այդ կոլեկտիվինս դալու իհարկե հաջողելուս, բայց այդ բառը եկ բացահայտենք լի մեր հերոստատիտողներին ասալս միշտ ուրյուր դալուինիք Սատարինք Հինչատարնտա Միշտ ուրյուր կողքինինք, միասնականինինք Միշտ ուրյուր սատարինք ու հենց այդ դալու ինիլը այո ես տեսնում այդ համայնքային մտածողության մեջ, որտեվ ինքը հենց համայնքային կառույց է Եվ ոնց է հասկանում վեր Արցախից հետո տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն, միանգամից Արտաշատն է, չէ՞ հանգրվանը ձեր, նու քու ընտանիքի Հենց մեր առաջին կանգառը հա Արտաշատ համայնքն է ու առ այսօր մնացալը Արտաշատում։ Այո, արդեն Հենց շատ է քսիրալ Արտաշատը։ Դե արդեն տեղավորվել ենք, հա Բա ինչավա Արտաշատը առանձնահատուկ որոշակում ունեք Արտաշատում։ Մի փոքր նմանեցրալում Ստեփանակերտին, Տիկուպչիկ քաղաք, հավաք քաղաք, բայց շատ կոմֆորտի է, հարմար է ինքը, ամեն ինչ կա, մարդկանց տեսակն է շատ տուրս եկալ, հյուրասիրություն կա, բարի կամեցողություն կա, հիշում այդ առաջին օրերին ինչքան իրար իրանք աջակցող ու կարեկից ու ես միշտ ասում վեր իրոք իրանք պահեցին։ Իսկ հարևանների այդ ընդեղ կա, ոնց Արցախում ալել։ Ճիշտն ասած Արցախ հնարավորինս լի։ Փոքր ինչ շատ այդ տարբերությունը կա, որովհետև մենք վերգործակեցանք տոն, հարևանս մանեն այլալ հայրյան ու անպայման 5 րոպե ավել հալա 6:20 պեն մենք պիտի մի հատ ուրյուր տեսնայինք, խոսեինք, քինեինք տան գործեր անեինք, նոր ինից հետո թեյի շուրջ հավաքվեինք։
Ես նույնիսկ հիշում Ստեփանակերտում վեր ես նատորինակ միջոցառումներ են կլալ երեկոյան եւ ուշ ընկրել ավարտելիս աուզալս ասալս մի հատ այս խանութ մտնում կամ մի հատ այս ինչ պենյանի մի հատ քաղցր պենին ձնետ պիտի տանին, որովհետեւ առավոտը հարևանիս հետ պիտի սուրճ խմի։ Ճիշտ է, ու երբեմն նաեւ երբ որ այդ միջոցառումների ժամանակ մեզ հյուրասիրում են տորտ կամ ինչ, կամ հարևաններին կամ կոլեկտիվին ինչ որ մի փոքրիկ պատառիկ, դա ճիշտ է, իմ մծպեն չի, բայց հա, այստեղ կա այդ ջերմությունը հարևանների միջև, բայց այդքան ծավալուն չի։ Հա։ Դե ամեն դեպքում հնարավորինս լի պաստորեն դե parza մի քիչ զբաղվածությունը շատ օրից ձևի է, օրինակ փախլավա ենք թխում, ասում ենք հարևանես հյուրասիրիմ, կամ մի ինչ որտի ավանդա կամպենայինում հարևանական գոհն ձեր թխած փախլավից հարևաններին շատ գոհն, հա, ես խոհանոցում սոր շարունակում եմ այն բեները վեր մեր մծերանը կտասած վերալ ինքս անիմ որպես երիտասարդ մայրիկ ու ստացվում է ասին գիտես իսկ դի այդ ավանդական ուտեստներից օրինակ ամենասիրելի տան ուտելիքը լի սարքիլը քզետի վերնա վեր խաշիլը տանը խաշիլը կսարքում շուշուտը կսարքում մաման կարոմա բերիլ տա 55 մարզից բերում ենք ու հալա մաման ասարքում ու բոլորիս հավաքում այդ ավանդական ձևով լի Ամեն դեր մսրավիրեցի կյանք խաշիլը անպայման կհրավիրենք ու իրոք վեր այդ ուտեսը թեկուզ այդ սեղանի շուրջ հավաքվել էլի մի պահ հիշողություններով տանում մեր լեռներ զրույցներն է, հիշողություններն է եւ հետո այդ ամեն ինչի հիման իրա մեջտեր ուժս գտնում վեր շարունակից ես շատ ուրախում նաեւ շատ շնորհակալում եւ Արտաշատին ընդհանուր համայնքի ներկայացուցիչներին եւ քու գործընկերներիդ վեր կզետի լավ հոգեբանական պայմաններ են ստեղծալ վերտու նորից կարողանաս ինքդ քեզ դրսևորիս որովհետեւ իսկապես կա այդ ներուժը եւ այն պետք է իրացնել այդ ամեն ինչին զուգահեռ նաեւ լինել էլ ինչ ծրագրերում կասել ինչ գործերով զբաղված մշակույթի կենտրոնի գործերով դե զբաղվում արդեն 1 տարի է որ պաշտոնակատարում տնօրենի իսկ մինչև այդ էլ 1 տարի էլ դե հենց վեր եկալ ենք տեղահանվել ենք անմիջապես 2 ամսից գործի մտալ մշակույթի կենտրոն տենց մինչև պաշտոնակատարն մի տարի միջոցառումներում որպես հաղորդավար աշխատանքը շարունակում հաղորդավարի գործունեությունս ու իսկապես մշակույթը ապրելաձևա, ապրելավոճա, տուվս մշակույթը։ Իսկ այդ հաղորդավարական գործունեությունը, որ ոնց անհատական միջոցառումներ են անում, ընտանեկան, անձնական միջոցառումներ են քինամ խոսում, վարում, դա էլ արդեն ապրելու միջոց է, որը օգնում է իրոք կայանաս ու ընտանիքիդ պահիս։ Շատ լավ։ Նիներ, դե ես գիտում վերջի ժամանակահատվածը ամուսնությունից հետո արդեն ընտանիք, դու մշտական բնակությունդ արդեն Ստեփանակերտն այլել, թեկուզ մինչև էդ էլ ակտիվ կապի մեջ սիլա եւ Ստեփանակերտի եւ մյուս շրջանների հետ, բայց դու ծնվալս ապրալ մծացալ դպրոց եւ այլն Ասկերան քաղաք, չէ, Ասկերանի շրջանի Ասկերան քաղաքում, գիտում չում տա քզետի որքանով է հաճելի, բայց ամեն դեպքում ես եւ շատ մարդիկ վեճ օրինակ քեզ տեսնում են կամ քան մոտ լսում են, առաջինը Ասկերանն է, կամ աչքիդ առաջը։ Ճիշտ է։ Երբ որ արդեն Ստեփանակերտում էլ ապրելիս, երբ որ դե մեքենայով ամեն անգամ քինամում ու գիտումս գրեպստյա Ասկերանի այդ Փարիսը, արդեն մեծ աղջիկս էլ գիտեր, մենք մի փոքր պիտի կանգ առնենք, եթե ղեկին ես էի, մի փոքր պիտի կանգ առնենք, իրոք այդ տեսարանը մի հատ նայեինք, նոր այդ գրեպստյով անցնենք, այդ դարպասով անցնենք, ես իրոք Ասկերանը մի ուրիշ տա աշխարհ ինձ համար ու առաջին քայլերս էլ ես արալում Ասկերանի մշակույթի կենտրոնում ու հենց այդ կայացման հարթակը հենց իլարա այդ նայում մշակույթի կենտրոն։ Կհիշիս այդ առաջի քայլերը ոնց է տարալ շտեղը սրալ, ինչ սրալ։ Հիշում եմ վեր երկրորդ կուրսի ուսանողում իլալ պետք է Ասկերանի տոն կազմակերպվեր Ասկերանի մասին, Ասկերանի վերածննդին նվիրված միջոցառում պիտի ինան ու հրավերում ստանում, որ դե միջև էլ հայտնի իմել ասմունքելի այդ տարբերակով վեր պիտի քինան վարին։ Ես քինամ այդ միջոցառումը պաշտոնական շատ մոտ ձևաչափ միջոցառում են անցկացնում, էվեր սրտերներում նիմտնում, թեկուզ ուսանողը միլալ ստացիոնար սվրելիս ինձ աշխատանքին վերցնում։ Դեռ Սերգեյ Լևոնովիչի հենց հրավերով ես մտնում մշակույթի կենտրոն աշխատանքի ու դա հենց այն հարթակնալալ վեր ինքը ավելի մեծ դռներ բեցանային առաջ։
Շատ լավ, եւ Ասկերանի այդ մշակութային կյանքի, երիտասարդական կյանքի մշակութային միջոցառումների ակտիվությունը շատ մոծարալքու, որովհետեւ հիշում, որովհետեւ եթե Իլելա Ասկերանի մշակութային միջոցառման հետ կապված, ընդհանուր շրջանին հետ կապված, իհարկե համապատասխան մասնագետներն էլ ունենալ այլ բաժիններ եւ այլն բոլորն շատ պարտաճանաչ գործունեներ սնալ, բայց մի տեսակ գեցանք վերնիներն այդ խոսինք միները քշերը քոն տնական չի։ Լողջին խառնած, լողջին ակտիվացրած բհելի սալալ։ Հա, սիրում չում այսօր գործը թող վաղվան դիետ բենոմեջստա, բայց հիշում շատ յուրահատուկ ալել մեր մշակութային խաչմերուկը, չգիտեմ, հիշողները կվեր հիշին տենց տարազով։ Դե տեղեկացնենք հետո վեր մշակութային խաչմերուկը ինքն էլ է փառատոն, եթե չեմ սխալվում, որտեղ որ բոլոր յուղերը, բոլոր քաղաքները կյաման ու ներկայացնում են, հատկապես երգ, բար, թատրոն, հա, հատկապես տարբերվող այլա թատերական ներկայացումը, երբ պետք է այդ յուղը, այդ քաղաքը ներկայացնես թատերական բեմականացումով, շատ հաջողված պատմություններ կան։ Եվ այդ ինչեր այդ մրցույթներն, այդ փառատոններն, հունց քրել պատրաստվելի։ Նախ շատ սվերալանք ուրուր անա։ Հետո մունք միշտ կոնկրետ ես առ այսօր հրցնում։ Եթե մի պենը կասկածում, մի պենը ինչ-որ խորուրդ տեսակետ, դա երբեք խնգարում չի գործետ։ Հրցնում անք, սվերում անք, հենց մշակութային խաչմերուկը, էդ է իմ մեջ թողալ։ Ուրուրն հետ կապ ստեղծելը, կապեր ստեղծելը, հենվելը, հարցնելը, փոխանակվելը, դե մշակութային ազդեցություն դա թողալ է մեր մեջ։ Շատ լավ։ Իսկ այն երիտասարդական կամավորական ծրագրերից վեր խոսենք, դա ինչ է։ Շատ հիշում երիտասարդական ֆորումները, հիշում եք տարբեր տեղեր այլել, մենք գիշերակացով էինք մնում, շատ նպաստալա, որ հենց Արցախի բոլոր շրջաներից երիտասարդական թիմերը իրար ճինեն չին, ուրուրն այդ շատ փոխկապակցված աշխատին, հրավերներ անին, ես այսօր նաև հիմա մշակույթի կենտրոնում հենց այդ կապերն եմ ուզում առաջ տանիմ ու արդեն հիմա կապանի մշակույթի տնից մի փոքրիկ հրավեր ունենք վերքինակ ուրախների եւ հնարամիտների տենց ակումբի այդ մրցույթներին մասնակցենք դե գիտեմ չում հալակինյանք թաչե հրավերը այսօրում ստացալ բայց դա հետաքրքիրած է առաջին բեներից է վեր արդեն համագործակցություններ կա Նիներ, էլի հալա մտովի մնամնք Արցախում, այդ գործից, այդ ամեն ինչից բացի, այդ գործունեությունից բացի, նաև օզում տեսնամ Ասկերանում ազատ ժամանցում ցելել անցկացնելիս, իշտեղ էլ կսիլել, ձեր թաղը վերնալել, ձեր հայաթումը հարևանության մեջ ինչ ավանդույթներ ալել։ Ուրեմն Ասկերանը մեր տոնը հենց առանձնացնում են իրեն Ղլժբաղ հատվածում, Ասկերան Ինչ նշանակում դա։ Դա հենց Ղարաբաղի, ասում Ղարաբաղի Ասկերանի վերին հատվածն է, արդեն վեր այդ վարչակազմի շենքը պենը անցկացալ, այդ պետսյուր արդեն հատվածը Ղլժբաղ այլել կոչվելից, բայց ինքը հենց Ասկերան է։ Ու թե այդ Ղլժբաղի դպրոցական տարիներից ուր ցնքել հավաքելիս խորտնա։ Ձիթերան Ձիթերան ինչ է։ Խորտեն էմի տեսակն է, մի քիչ տենց սուր հոդա։ Ես մենակ խորտում։ Ես ամբողջ կյանքս որը որ շատ կոզիմ, հիմիկվա խոխեքը կամ խոխոցի մի մասը իրոք օզիկինա, հողոտ տրնա, ցխու տրնա, վն սլկհև, բայց քինա խորտնը քաղե։ Ու դա էլի իմ մեջ Դա ավանդույթ է, էլի վեր խոցավ քինես գրել։ Ամեն տարի հենց որ ուրցը պիտի դուսկյա մուկ պիտի քինենք խորտնը հավաքենք։ Շատ եմ հիշում մեր մեղրակամի օրերը, պապիկս տենց միշտ մեղոներ այլալ պահելիս ու քալիսիկլա մղրակամ ամեն հուլիս ամես կամ չգիտեմ էլի վեր ամիսը ամռան այդ ամիսներին մի օր երկու օր կազմակերպվում էր ես միշտ մեդագոն կա շորտը ողնում իլար ու միշտ ես իմ այդ տեսակով օզալում վեր ամենաշատը ես քամիմ ամենաշատը իմ մեդագոն կասնոսնե ու միշտ հաշվելիս իլար ես քանի մեդագոն կա թափալում մեղր քանի բիտոն մեղր կստացա շատ հետաքրքիր էլի մանկուց եկած մծ նստված կտված ավանդույթ, հա, վեր ամեն տարի դա պարտադիր իլելա։ Շատ լավ։ Իսկ ընդեղ օրինակ թաղի խոխորցնը հետ, բացի այդ խորնից, էլի իր միացին դպրոց քինել կյակբեն։ Իր մանկության ընկերուհի, որ իր հետ ամեն ինչ ըրալանք։ Տանը այդ նույն ինչունք մե հիմա մոնք տանը փորձում կայանանք կամ լավ մայրիկինինք։ Փոքրուց մանկության ընկերուհու հետ, Լիլոյի հետ, Լիլիթի
տնը ենք խաղրալ, ցախը երեք կալալ, կատլետն է սարքալ, բեները քարերը քեցալ հավաքալ, կոնֆետին թղթերը հավաքալ, տամեր փողն այլել, այդ կոնֆետի թղթերով։ Ու ես հիշում, որ դա 1 տարի չի իլել, 2 տարի չի իլել։ Մունք այդ ամբողջ դպրոցական տարի բեները միջև մծասարաններ էլի։ Հա գիտեցի ինչ վասն ես ասում, ներս սրգումս ինչն է ինձ էսպայն հետաքրքիր եշի սոր տուելս ծնող մունքել այն խոխերքու վերվեր կոնֆետին թողտը փողն սարքալ այդ մի ղզղանի մեջ վղնքածա քարածալ ջուրածա խառնա ասած տա սուպա տղորցներ իրանց խաղերն այլ փեդն այլ այնտեղ բենավ հիշում վեր կրեչանավ այդ մոշքաղերը բենա դետա հիշում վեր սրքեյսին քլալ սի օբրուչալել մզ արկաթավ սիտիներիս կրա շորտալիս նու այդ ամեր Ստեփանկերտա թաղին խաղերանում ես քեզ պատմում ու սա մենք բայց մենք արդեն ավելի հասուն տարիքում ու որպես ծնող ունենք մեր խոխորձը ես մենք մեր խոցը հնարավորություն են դա անհամեմատելի է ինչպես մտածում ինչ հետին մեր ծնողներն այդքանը տեմ կացավ ես մենք վեր պատկերացնում մի կողմից դու ասում ես օզում իհարկե եմ օզում խոխաս միստ հայաթում ինի ապահով հայաթում բայց հիմա վեր պատկերացնում խոխաս քինա կոնֆետի թողտը մի շեպվա հենքետ ծելած իդ բերած գույնու վեր հակած կամ ցխավ կոլոլակներ սարքե Եվ ակուշկավը կեշիմ խղճես ցավ կտա, այսինքն ես ինչ ծնողում վերիմ խոխիստիում տամ, չէ, ես քաղաք փոխիմ, կինամ շատ փող աշխատիմ, գումչում հնարավորություն ստեղծիմ, բայց մեր ծնողներն դա անելիս չներան, ինչ է դից, մտածում խե։ Ես տա կապում մի պեն, վեր տա կարում չս փոխիս, ինչ վեր մի ձևավ իրա վրա, ասես տա ժամանակն է, ու իրոք ժամանակները всё-таки փոխվալն, ու Ժամանակները փոխան, բայց եք համաձայն վեր մտնում։ Դա հենց կապում ժամանակների։ Այն ժամանակ շատ մարդու նաև հնարավորություն իլելա, իհարկե մարդիկ էլ են տեղափոխվալն, դա հետ պատերազմյան կամ պատերազմի ընթացքում էր, բայց շատ մարդու նաև իլելա հնարավորություն վեր տեղափոխվալ, չէ՞։ Այո։ Օրինակ իմ ծնողները կամ ընտանիքից շատ հարազատներ վեր կարեին Արցախից դուրս, կայուն բարեկամներ ունենալ, կողքներին։ Սերնա պահալ այդ վղի հանդեպ, լերան հանդեպ։ Մի քանի օր առաջ Արտաշատի Նարեկ գյուղում իլալ Ուրեմն լերը հասե հաշի վրա սեն ստացում, լերը 10 մետրից սեստի վտը զգումում։ Ու ես նայալում լիրան կողքես ասում լիրա, ասկերանի լերները լահ ասիս ինի, ուրանց տանում, ինչքան երևի իրոք բնաշխարնա պահալ, մարդիկան պահալ, որտև իրոք մի դրախտավայր այլել տա։ Ու ես ինքս ուրախում վեր շատ հնարավորություն ունենալով նաև արդեն մշակութային այդ տարիներին դուսկյամ կամ թեկուզ Երևանեն ոչ դղում մնացավ պատկերացրու հասեմ մենք ստղան դուսկյամ տաղավարից ու քինամանք Արցախ առաջինը դու շտեղս ուզում քինաս մի մտնիս կաղնիս նիկյաս առաջինը կքինամ ասկերան հիմա մեր տունը էստավյաներավ ասում վեր չկա իրոք Քինամ ստիալ տստամ իրոք այդ տոնը կավեչ ու իհարկե պապիկից գերեզմանը Շատս կարոտում Որովհետև այդ արժեքները, այդ արժե համակարգը վերստացանք պապիկից հակյամ ու սոր ծկարում չսլի Իսկ ինչ կայսիս կուտանըտ վեր հենիս տան առաջին կաղնած Այսօր առավոտ վեր արտնացամ ինքս ինձ հարցում տամ ասում նիներ վեր սինյակավատ մտնել ես սիլել հինչա իլել ասում ստեղ խոեն կրվատնել է, աչի իրան տոմբը չկանալել, ես պատետակավը պահարանն այլել, ստեղ բեն այլել, մեկ էլ շատ կարոտում այդ գործի տեղ անգյունում իրալ, դե բնապահպանության, որ նախարարությունում էլ, սիրուն դաշտային ծաղիկների միլա հավաքելիս, աղջիկները ինձանավ շուլուղներս միլա, ծաղիկները չուրուցնելիս միլա, փնջել մի խոսքով այդ ամբողջ անգյունը, հա, բնապահպանակ ասեց հոտեր բեն ծաղիկներ, ամեն ինչի կարոտում, սոր իմ սենյակս, որը հիմա ես առելում, ապրումում, Այն շտեղից վեր կացամ նրանից լավա, նրանից ճոխա, նրանից ժամանակակիցա, բայց վեշ մի... Այդ վտը տամ չի։ Դե եկ մեր զրույցը եզրափակին քո ասմունք ավդ, գիտում վեր դու միշտ պատրաստես, բայց ամեն դեպքում դուզ ամունք նախապես ես ամեն ինչ պլանավոր ալչենք, բայց իհարկե եթերում վերասում այս քեզ փաստի առաջում կանգնեցնում, բայց վստահում վեր դու պատրաստես, բայց ես կուզենայի արցախյան թեմատիկ ու Արցախի շունչավ մեր սորվա հանդիպումը եզրափակենք։ Հենց այդ խաչմերուկի մշակութային այդ ժամանակներից Այն քուջը վխտվա քո ասմունքները Հիշում ես տարազկենուի ու բարբարոտ Քանի որ միշտ մզնա հետ այն հինչու կա ու մերնա ու դամունքանք այդ տողերը երբեք անցյալ չի դառնա ինքը միշտ ներկա է Այս ինչ զարմանք երկիր վղս այս ինչ վերքեր տոն ու տեղս
հինչ անինք թակուջիր ունեղս, կուջիր տեղավատ ամեն տեղս։ Մատաղինիմ քութրթարեն, մռավսարեն, ռնգերենք նախշուն քարեն, քարետ կիրած ամեն տարետ։ Հերուր տարեն խաղու պարա, քումին տարետ մին սաղ դարա, ամեն քունջդ բաղու բարա, ամեն տղատ մին մըտ սարա։ Դու մին արծիվ, ես քու ջոտըտ, ջան Ղարաբաղ, մսպա հողը հացեն ջոթը, մրշահ թոթը, թումբեն օթը, համել պիհին արդար գոթը։ Շատ շեն գնաս, մեր Ղարաբաղ, մր ջիրեքին ժող ու շափաղ, մր տոն ու տեղ հող ու հոտաղ, հինչ վերոնինք լոխքեզ մատաղ։ Նիներ Գաբրելյան, մենակ ինքը չասում լող քեզ մատաղ ու մենակ Արցախին չասում լող չի տնքասում, մունք ձեզ մատաղ, շարունակեցիք մնալ մզնհետ պարլույս։